Դե ամեն ինչ ակնհայտ է վերջին օրերին հայտարարել ենք, որ սա մեր արժանապատվության, մեր վերջին տարիների իրադարձությունների վերաբերյալ մեր ցավի, մեր ցասումի արտահայտությունն է։ Ռուսաստանի արտգործնախարարը առաջին անգամ է գալիս Հայաստան վերջին տարիների կորուստներից հետո, Արցախի հայաթափումից հետո, Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ եւ ներգրավմամբ հայաթափումից հետո, էթնիկ զտումից հետո եւ մենք չենք կարող այստեղ չլինել եւ նրանց էլ թվա թե այստեղ որևէ տրամադրություն իրենց գործողությունների, իրենց քաղաքականության եւ իրենց տարածաշրջանում իրենց վարքագծի վրա վերաբերյալ չի ձևավորվել այստեղ։ Մենք հստակ ունենք վերաբերմունք Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով հարաբերությունները պետք է վերանայվեն եւ ընդհանրապես Ռուսաստանի գլոբալ մակարդակում գործողությունների վերաբերյալ ունենք շատ հստակ անհամաձայնություն։ Ռուսաստանը հանցագործ եղերական պատերազմ է վարում Ուկրաինայում եւ դա եւս այն պատճառներից է, որ մենք այստեղ ենք եւ մեր անհամաձայնությունն ենք հայտնում Պարոն Բաբաջանյան, մեր խնդիր Ռուսաստանի վարած քաղաքականության առնչությամբ։ Մնալով մեր խնդիրների դաշտում դուք նշեցիք, որ Ռուսաստանը վերջին տարիներին բավականին վատ քաղաքականություն է վարում, բայց տեսեք, արդյոք հայկական կողմից ճիշտ քաղաքականություն վարվեց։ Ընդհանրապես Հայաստանի քաղաքականության հարց չեմ քննարկում եւ ինչ որ դուք ասում եք մնալ մեր խնդիրների մեջ, եթե ձեզ թվում է Ուկրաինան մեր խնդիրը չի եւ ինչ որ տեղի է ունենում եւ ինչ որ անում է Ռուսաստանը Ուկրաինայում, դա Հայաստանին չի առնչվում, չարաչար սխալվում եք։ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ մեր գնահատականները կլսեք, լսել եք, բայց այստեղ հիմա Լավրովն է եւ մեր խնդիրն է Լավրովի այցի կապակցությամբ հայտնել մեր վերաբերմունքը։ Պարոն Բաբաջանյան, այդ նույն Ուկրաինան, հա դուք ինչպես եք վերաբերում այն փաստին, որ այդ նույն Ուկրաինան Արցախի վրա ֆոսֆորային խնդրում եմ այդ քարոզչական, ռուսական այդ նարատիվները բերել այստեղ տիրաժավորել։ Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք եւ պարտավոր ենք ուղակի կարեկցել են ամեն ինչ որ տեղի է ունենում Ուկրաինայի հետ, Ուկրաինայի ժողովրդի հետ։ Ցեղասպանություն է տեղի ունենում Ուկրաինայի նկատմամբ, բայց մենք Ուկրաինայի հարցով չենք այստեղ։ Ռուսաստանի վարած մարդատյաց, հայատյաց քաղաքականությունն է մեզ բերել այստեղ։ Արցախի հայաթափված Արցախի ճակատագիրն է բերել այստեղ եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությունը այդ բոլոր գործողություններին Ադրբեջանին սադրելու, հրահրելու եւ մինչ օրս Ռուսաստանի հիմնական նպատակն է պատերազմ սանձազերծել, հրահրել, սադրել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա եւ իդեպ հայաստանյան մի շարք շրջանակներ, որոնց որոշ հովանավորյալներ այստեղ ներկա են, ուրեմն հենց այդ պատերազմին են սպասում։ Մենք համաձայն չենք այդ քաղաքականությանը եւ դրա համար ենք այստեղ։ Մենք հայտարարել ենք, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, այդտեղ բանալի բառը պատերազմն է, պատերազմը վարում են թշնամիները, իսկ թշնամիները պիտի արժանանան մեր համաժողովրդական ցասումին եւ ուրեմն անհամաձայնությանը։ Արցախի հայաթափման համար մեղադրում եք ռուսական կողմին։ Այդ դեպքում ինչ արեց Արցախի պատերազմների ժամանակ, Արցախյան պատերազմների ժամանակ, գաղթի ժամանակ, արևմուտքը Հայաստանի արևմուտքի մնացածի գնահատականը կտանք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է 3 կողմի տանի միջնորդությամբ։ Ռուսաստանը ձախողել է ընդհանրապես որպես միջնորդ այս հակամարտության մեջ որևէ դերակատարություն ունենալ։ Հետևաբար ոչ արևմուտքը, ոչ ձեր նշած որևէ կողմ, որևէ պարտավորություն չի ունեցել Արցախի նկատմամբ։ Ռուսաստանը ունեցել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավոր էր Արցախի հայության անվտանգությունը երաշխավորել, ոչ թե ամեն ինչ անել, որպեսզի ուրեմն ադրբեջանցիներին հրահրեր եւ սադրեր այն գործողություններին, որոնք տեղի ունեցան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դրա վերաբերյալ բազմաթիվ արցախցիների վկայություններ եւ պատմություններ կան։ Եթե արդեն հայկական կողմը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի
կազմում, ինչ կարող էր անել այս Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել էր շատ ավելի վաղ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի մարդասպան նախագահ Պուտինը եւ խնդրում եմ այդ կոնտեքստից կտրված բաները մի հայտարարեք Փաշինյանը Պրահայում ինչն էր ճանաչել այն ինչ արդեն նախորդ ճանաչվել էր այնպես որ ես կարծում եմ որ միջազգային հանրության կողմից էր ճանաչվել Ինչը տարավ նայեք ես հիմա քաղաքական դիսկուսիի մեջ չեմ ուզում ձեզ հետ մտնել ես ձեզ հետ չեմ ուզում քննարկել հարցեր որոնք եթե ուզեք առանձին պատրաստ եմ քննարկել մենք հիմա այստեղ ենք Լավրովի այցի դեմ Լավրովը չպիտի գա Հայաստան իմանալով որ այստեղ որևէ բան որևէ տրամադրություն Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ չի արմատավորվել Ռուսաստանը այլևս չպիտի Հայաստանին վերաբերվի որպես ծայրագավառ գրպանում դրած իշխանությամբ չի լինելու այդպիսի բան մենք այստեղ ենք որպեսի ցույց տանք որ Հայաստանի Հանրապետությունը ունի արժանապատվություն ունի արժանապատիվ քաղաքացիներ եւ մենք չենք թույլ տալու որ Ռուսաստանը ուզած քաղաքականությունը այստեղ առաջ մղի ադրբեջանցիների, թուրքերի հետ համաձայնությամբ մեր կյանքերի եւ մեր տարածքների հաշվին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են նման քաղաքականություն վարում, որ Ես չգիտեմ դուք ինչ եք հասկացել։ Չէ, դուք ասում եք Ես չգիտեմ ինչ եք հասկացել։ Չէ, ձեր խոսքերից Ես ասում եմ մեր ակցիան Ես էլ ասում եմ նախկինում եղել է այդպես, այո, Ռուսաստանը Հայաստանին վերաբերել է որպես ֆորպոստ ամենաբարձր մակարդակով դրա մասին են նույնիսկ հայտարարել եւ Հայաստանի իշխանությունները ոչ Սերժը, ոչ Քոչարյանը ծպտուն չեն անել, երբ որ այդ Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի խոսնակը Հայաստանում ասում էր, որ Հայաստանը իրենց ֆորպոստն է։ Այդպիսի բան այլևս չի լինելու, այդ վերաբերմունքը պիտի արմատապես փոխվի եւ հայ-ռուսական հարաբերությունները պիտի որակական փոփոխության ենթարկվեն, ռազմավարական դաշնակցային հարաբերություններից պիտի իրական հարաբերությունների մակարդակի եւ որակի բերվեն։ Հայաստանի դաշնակից ում եք տեսնում Խնդրեմ, ես այդ մասին հիմա չեմ ուզում խոսել։ Ես ձեզ ուզում եք, ասենք, ոտքի վրա ես այտենց կարևոր հարցերի պատասխանեմ, բայց ասում եմ մեր ակցիան Լավրովի Հիմա Ռուսաստանի մերժում եք, չգիտեք Դավաճան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի դեմ մենք ակցիա ենք իրականացնում։ Դուք ինձ ինչեր եք հարցնում։ Դադարեցրեք այդ հարցերը։ 55 օր առաջ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենք Եվրոմիության անդամակցելու մասին։ Դուք լրագրող եք թե եկել եք այստեղ Google ու Wikipedia հարցեր։ Ոնց եք տուն կարդացեք։ Մենք չենք ուզում ձեզ այդ քննարկումների մեջ մտնենք, ժողովուրդ, դուք ուրիշ ֆորմատի եք սովոր քննարկումների եւ հարցազրույցների։ Հարց եք տալիս, նույնիսկ չեք լսում պատասխանները։ Ակցիան կոնկրետ ունի նպատակ Լավրովին ցույց տալու իր տեղը, թե որտեղ են գիշերում խեցգետինները։ Այո։ Պարզ է։ Շատ լավ ձեր ակցիան այսքան քիչ մարդ եկել։ Կարևորը մենք մեր ասելիքը ասում ենք, կարևորը պաստառները պարզված են, մենք այստեղ բազմամարդ ակցիայի կոչ չենք արել, այստեղ ելույթներ նույնիսկ նախատեսված չեն, թեև դրա համար եւ առիթ կարող է լիներ եւ ցանկություն, բայց որոշեցինք, որ լուր այս պաստառները պիտի պարզենք եւ միջազգային հանրությանը եւ ձեզ, հարգելի լրատվամիջոցներ, պիտի ցույց տանք մեր վերաբերմունքը Ռուսաստանի գործող իշխանությունների, նրանց վարած քաղաքականության եւ մեր տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ գլոբալ մակարդակում, հատկապես պատերազմը նկատի ունենալով Ուկրաինայում։ Պարոն Բաբաջանի, ձեր ակցիային նաեւ անդրադարձել է Մարիա Զախարովը, նշելով, որ USAID-ի գումարները դեռ ամբողջովին չեն վերջացել, ինչպես եք մեկնարկել։ Հիմարագույն ձևակերպումները թող որևէ մեկը ձեր ամբողջ շրջապատից ցույց տա մի սենտ, որ ես ստացել եմ USAID-ից կամ ես կապ ունեմ Միացյալ Նահանգների դեսպանատան հետ։ Այդ ամենավերջին անձը Ռուսաստանի, որին կարելի անդրադառնալ, ընդհանրապես չեմ էլ ուզում անդրադառնալ, ես շատ կուզեի, որպեսզի ինքը ուղեկցեր իր շեֆին այստեղ եւ մենք ինչ որ պետք էր իրեն ասել եւ ցույց տայինք Երևանում մեր վերաբերմունքով եւ մեր հայտարարություններով։